24 թվականին գործազրկության մակարդակը նախորդ տարվա նկատմամբ աճել է 1.5%-ային կետով, կազմելով 13.9%, միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 6.4%-ով, կազմել է 207,000 դրամ, այդ թվում պետական հատվածում 224,000 դրամ, ոչ պետական հատվածում 311,000 դրամ, իսկ իրական աշխատավարձը 0.3% գնաճի պայմաններում աճել է 6.1%-ով, այսինքն իրական եկամուտները մեր քաղաքացիների, ովքեր աշխատում են, ավելացել է 6.1%-ով։ Հիմա խոսենք պետական բյուջեի ծրագրային ցուցանիշների մասին։ Եկամուտները տարեսկզբին պլանավորվել են 2 տրիլիոն 723 միլիարդ մակարդակում, տարվա ընթացքում 31 միլիարդով նվազեցվել են, ծախսերը պլանավորված են 3 տրիլիոն 206 միլիարդ դրամ և տարվա ընթացքում փոփոխության են ենթարկվել 57 միլիարդ դրամով նվազեցվել են և դեֆիցիտը պլանավորված էր 482 միլիարդ դրամ և այստեղ էլ նվազեցում ենք ունեցել 26 միլիարդ դրամով։ Մի քանի տվյալ ներկայացնեմ վերաբաշխումների մասով, որովհետև սա կարևոր ցուցանիշ է մեր կարծիքով մեր բյուջետային կարգապահության տեսանկյունից։ Երևի վերջին տարիներին առաջի անգամ 2024 թվականին կառավարությունը չի դիմել ազգային ժողովին մեր բյուջեի օրենքով սահմանված 3% շեմը վերանայելու համար և մենք կարողացել ենք իրականացնել մեզ թույլատրելի 3%-ի շրջանակներում 2.96% վերաբաշխումներ։ Ի համեմատություն նախորդ տարվա 307 վերաբաշխման որոշումներին 24 թվականին ունեցել ենք 291 որոշում։ Ուզում եմ նաև հիշեցնեմ, որ 22 թվականին այդ որոշումների քանակը 327 էր։ Սա վկայում է ավելի խիստ քաղաքականության մասին և մեր կարծիքով նաև մեր պլանավորման որակի որոշակի բարելավման մասին է վկայում։ Նախորդ տարվա համեմատ եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների և այլ եկամուտների աճով։ Ծախսերի գծով ստանձնված պարտավորությունները ամբողջությամբ և ժամանակին կատարվել են։ Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի ծախսերի աճը պայմանավորված է և ընթացիկ, և կապիտալ ծախսերի աճով, ընդ որում կապիտալ ծախսերի աճ է գրանցվել 7.9%, նաև առանց պաշտպանության նախարարության կողմից կատարված կապիտալ ծախսերի, այսինքն այն կապիտալ ծախսերի, որոնք ուղղակիորեն ուղղվում են Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանը։ Մենք 23 թվականին եկամուտները 7%-ով ավելին են եղել 23 թվականից և ծախսերը ավելին են եղել 13.7%-ով և կազմել են փաստացի եկամուտները 2 տրիլիոն 579 միլիարդ դրամ, իսկ ծախսերը 2 տրիլիոն 955 դրամ։ Սրա արդյունքում դեֆիցիտը կազմել է 376 միլիարդ դրամ, պլանավորված 456 միլիարդ դրամի նկատմամբ։ Արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների կայունացումը համախառն ներքին արդյունքի 25.5% մակարդակում, միևնույն ժամանակ մենք ունենք հարկերի 0.45%-ային կետով նվազման արձանագրում։ Ինչպես ասեցի, պետական բյուջեի ծախսերը աճել են 13.7%-ով, պայմանավորված ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերի աճով։ Ընդ որում ծրագրված քաղաքականությանը համահունչ կապիտալ ծախսերի ձերը հնայում աճել է, հասնելով 5.5%-ի։
Պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են ճշտված ծրագրի 95.8%-ը, որը պայմանավորված է հիմնականում հարկային եկամուտների եւ պետական տուրքերի կատարողականի ավելի ցածր մակարդակում, որը կազմել է 92.7%։ Եվ ունենք ավելի բարձր մակարդակի այլ եկամուտներ, որը պլանավորված էր ունենալ 93 միլիարդ դրամ եւ փաստացի կատարվել է 161 միլիարդ դրամ։ Հարկերը եւ տուրքերը արդեն ասեցի, որ կազմել են 23.6%, հիմնական նվազումը պայմանավորված է ավելացած արժեքի հարկի հնարում կշռի նվազմամբ, որը մասամբ հակակշռվել է այլ հարկային եկամուտների բարելավմամբ։ Նախորդ տարվա համեմատ բնապահպանական հարկերի եւ բնօգտագործման վճարների տեսակաշարի աճը 1.5%-ային կետով հիմնականում պայմանավորված է օրենսդրական փոփոխությունների արդյունքում ռոյալթիի նոր բաղադրիչի ներդրմամբ, եկամտային հարկի տեսակարար կշռի աճը 0.5%-ային կետով, աշխատատեղերի եւ միջին աշխատավարձերի աճով, իսկ ԱԱՀ-ի տեսակարար կշռի նվազումը 2.1%-ային կետով հիմնականում ինչպես երրորդ երկրներից, այնպես էլ ԵԱՏՄ երկրներից ներմուծման գծով հարկունակ ներմուծման ծավալների կրճատմամբ։ Սա հիմնականում բազմիցս անդրադարձել ենք սրան, Բեկ նախագահ խոսել է սրա մասին, հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կրճատմամբ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկատեսակների մեծ մասի գծով արձանագրվել է աճ, բացառությամբ ավելացած արժեքի հարկի, աքսիզային հարկի եւ այլ եկամուտների գծով։ Ընթացիկ ծախսերում շեղումների հիմնական մասը բաժին է ընկել տոկոսավճարներին, սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման ծախսերին։ Նախորդ տարվա համեմատ կապիտալ ծախսերի 63.4 միլիարդ դրամ աճից 3.7 միլիարդ դրամը արձանագրվել է արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի, իսկ 59.7 միլիարդ դրամը մնացած ծրագրերի մասով։ Ընթացիկ ծախսերի 13.5% աճը հիմնականում պայմանավորված է սոցիալական նպաստների եւ կենսաթոշակների աճով, որը կազմել է 264 միլիարդ դրամ։ Կապիտալ ծախսերի 12.8% աճը կամ 63.4 միլիարդ դրամը հիմնականում պայմանավորված է պաշտպանության ապահովման ծախսերի 16.6% աճով եւ հանրակրթական եւ նախադպրոցական հաստատությունների հիմնում կառուցում բարելավում ծրագրի մեկնարկով, որին տրամադրվել է 29.6 միլիարդ դրամ։ Այստեղ երևի պետք է խոսեմ նրա մասին, որ կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 84.7 միլիարդ դրամ։ Սա տոկոսային առումով ավելի ցածր է, քան նախորդ 3 տարիներին։ Սա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք մի որոշում ընդունեցինք կապիտալ ծախսերի 1 տարուց մյուս տարին անցում կատարելու համար, որը հնարավորություն է տալիս պետական մարմիններին այն կապիտալ ծախսերը, որոնց գծով ստանձնված են պարտավորություններ եւ չեն կատարվել տվյալ տարում, այդ ծախսերը իրականացնել հաջորդ տարի եւ եթե մեր պետական մարմինները հակված էին տարվա վերջում չկատարված գումարները վերադարձնել պաուստաֆոնդ, ապա այս տարի նման միտում չի նկատվել եւ ըստ էության մենք ունենք այսպիսի պատկեր։ Եվ կարծում եմ հետագա տարիներին մեր պլանավորման մեխանիզմները ել ավելի կբարելավենք եւ այս ցուցանիշը կունենանք ավելի բարձր մակարդակում։ Ինչպես ասեցի, բյուջեի ծախսերը կազմել են 2 տրիլիոն 955 միլիարդ դրամ, իրականացվել են 168 ծրագրերի գծով 47 բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից։
Պետական բյուջեի ծախսերում պետական մարմինների կողմից կազմակերպված ընթացակարգերի արդյունքում կքված պայմանագրերի շրջանակներում իրականացված գնումները նախորդ տարվա համեմատ նվազել են 23.6%-ով, կազմելով 226.5 միլիարդ դրամ, իսկ մեկ աղբյուրից գնումները նվազել են 67.3%-ով, կազմելով 47 միլիարդ դրամ։ Գնումների ծավալի նվազումը պայմանավորված է 24 թվականի հունվարի 1-ից առողջապահական ծառայությունների ֆինանսավորման նոր մեխանիզմի չսահմանափակված բյուջեի ներդրմամբ, որի արդյունքում առողջապահական ծառայությունները դուրս եկան գնումների դաշտից։ Պակասուրդի մասին արդեն խոսեցի, այն կատարվել է 376 միլիարդ դրամ, պակասուրդը կազմել է 376 միլիարդ դրամ, ծրագրված 456 միլիարդ դրամի փոխարեն։ Ընդ որում արտաքին աղբյուրներից պակասուրդը ֆինանսավորվել է ընդամենը 17 միլիարդ դրամով և ներքին աղբյուրների հաշվին իրականացվել է 359 միլիարդ դրամով։ Պետական բյուջեի պակասուրդը 24 թվականին կազմել է համախառն ներքին արդյունքի 3.7%-ը պլանավորված 4.6%-ի դիմաց։ Ընդ որում, եթե 23 թվականին պակասուրդի ցուցանիշից Լեռնային Ղարաբաղի զուրկ վարկավորումը ավելացնենք, ապա 23 թվականի համեմատ պակասուրդը ավել կլինի 0.1 կետով։ Ուզեմ հիշեցնեմ, որ 23 թվականին պակասուրդը կազմել է 2%, սակայն Լեռնային Ղարաբաղին տրամադրված վարկերը այդտեղ չեն հաշվառվում, այսինքն եթե հաշվառենք, դա կլիներ 3.6%։ Արդեն ասեցի, որ կառավարության պարտ գնահատուցանիշը կազմել է 48%, նախորդ տարվա նկատմամբ նվազելով 0.4 կետով։ Պետական պարտքը նախորդ տարվա համեմատ աճել է 6.2%-ով և կազմել է 5 տրիլիոն 92 միլիարդ դրամ։ Ուրեմն ԱՄՆ դոլարով այն կազմել է 12 միլիարդ 842 միլիոն դոլար։ Այստեղ էական ցուցանիշներից է պարտքի բեռի և ներքին պարտքի տեսակարգշռի ավելացման պայմաններում նրա սպասարկման ծախսերի ավելացումը, որը բյուջեի ծախսերի նկատմամբ կազմում է 10.6%, իսկ եկամուտների նկատմամբ կազմել է 12.2%։ Իմ կարծիքով սա բավականին բարձր ցուցանիշ է և մեր առաջիկա քաղաքականությունները պետք է ուղղված լինեն այս ցուցանիշների նվազման ուղղությամբ։ Միջին կշռված տոկոսադրույքը մեր պարտքի ավելացել է 7%-ից 7.2%, և մնացած բոլոր ուղենիշային նպատակները պահպանվել են։ Այստեղ մի փոքր շեղում ունենք, մինչև մարումը մնացած միջին ժամկետը կազմում է 6-9 տարի, 7 տարի թիրախային ցուցանիշի պատճառով, սրա պատճառը նա է, որ բարձր տոկոսների պայմաններում մենք իրականացրել ենք ավելի կարճաժամկետ պարտքի թողարկում, որովհետև նպատակահարմար չենք համարել բարձր տոկոսով երկար ժամկետով պարտավորություններ ստանձնելը։ Վերաֆինանսավորման ռիսկի տեսանկյունից առանձնացնում ենք եվրոպարտատոմսերի մարման տարեթվերը, որոնք այս տարի են, որը հաջողությամբ մարել են 29 և 31 թվականները։ Ուրախ ենք արձանագրել, որ ռիսկի կառավարման շրջանակներում կարողացել ենք դրամային և ներքին պարտքը ավելացնել, 24 թվականի արդյունքներով դրամային պարտքը կազմում է 51%, ներքին պարտքը կազմում է
52%, եւ մեր պարտքի 84%-ը կազմում է ֆիքսված տոկոսադրույքով պարտք։ Արդեն նշեցի, որ մենք ունենք երկարաժամկետ պարտքի որոշակի նվազում, որը ըստ մինչև մարումը մնացած միջին ժամկետի կազմում է 63%, եւ ունենք կարճաժամկետ պարտքի ավելացում։ Առաջիկայում տոկոսների նվազման ֆոնին, որովհետև նման տենդենս կա նախորդ ժամանակաշրջանների համեմատած, մենք նաև կփոխենք մեր քաղաքականությունը եւ 5-ից ավել տարի մարմաժամկետով ավելի շատ պարտք թողարկվի։ Նախորդ տարեվերջի նկատմամբ կառավարության վարկերի միջին գշռված տոկոսադրույքը նվազել է 0.2%-ային կետով, պայմանավորված արտաքին ֆինանսական շուկաներում տոկոսադրույքի մի փոքր նվազմամբ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։